Նախաձեռնությամբ Կանադայի հայոց թեմի գրոնական ժողովին և ազգային վարչության և գազམ་ագերբությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցվո սրբազան համերգը նվիրված դեր Փափկեն սրբազան arczepiskopos Չարյանի քահանայական ձեռնադրության և օծման 42-ամյակին, եպիսկոպոսական ձեռնադրության և օծման 20-ամյակին և Կանադայի հայոց թեմի առաջնորդության 10-ամյակին տեղի ունեցավ հուլիս 17-ին հայ երիտասարդական կենտրոնի մեջ, որմե մասեր կներկայացնենք ձեզի։ Երախտագիտության այս քեղեցիկ նախաձեռնությունը մտահղացում եղած է Կանադայի հայոց թեմի գրոնական և ազգային վարչության զույգ կազմերու համատեղ ժողովին, ուր որոշված է նաև, որ 2026-ի ընթացիկ տարին նվիրվի երախտագիտության նմանատիպ միջոցառումներու կազմակերպմանը Կանադայի շրջանի մեր բոլոր հայահույծ քաղաքներեն ներս։ Հարգելի ներկաներ, մեր բոլորին սրտերու հոբելյարը, բազմաշնոր և բարի հովիվը քերաշնոր դեր Փափկեն սրբազան arczepiskopos Չարյան իր դիբար հոգևորականի առաքելության ինքնագիտակցությամբ, իր հոգևոր ու ազգային պայծառ տեսիլքներով ու տեսլականներով կարողացած է իր շուրջ համախմբել մեր եկեղեցվո հավատացյալ զավակները, որոնք իր առաջնորդությամբ հաջողած են առավել պայծառացնել ու բարեզարդել մեր հավատքի ամրոցները, մեր եկեղեցիները Կանադայի զանազան շրջաններուն մեջ։ Սիրելի ներկաներ, միրոնապույր պատմական այս խորհրդավոր օրվան առիթով մեր համայնքի հավատացյալ զավակներուն անունով երախտագիտության անհուն զգացմունքներով ի խորոց սրտե կշնորհավորենք մեր սիրելի սրբազան հայրը Կանադայի հայոց թեմեն ներս իր 10-ամյա ծառայություններուն համար, որոնցմով սրբազանը վերահասու եղավ մեր հավատացյալ ժողովրդի հոգևոր, ազգային ու քրիստոնեական հավատքի զանազան կարիքներուն։
Սրբազան ստանձնած Կանադայի հայոց թեմի առաջնորդության 10-ամյակի պաշտոնավարության նժարքին մյուս կողմը սակայն կան իր քահանայական 42 եպիսկոպոսական 20 տարիներու ազգանվեր եկեղեցականի ազգային գործիչի ծառայության վաստակը Սրբազան հայրը եկեղեցական ցերնատրության թվականին ի վեր ուսուցչական, հովվական եւ առաջնորդական պաշտոնի գոչումի մեջ հավատարիմ մնալով միշտ ալգարժանանա բոլորի գնահատանքին 1986-ին 1993 գստանցնե Կավազանագիրի եւ անձնական քարտուղարի պաշտոնը Երջանկայիշադակ դեր քարեկին երկրորդ կաթողիկոսին Ժողովրդին բոլորանվեր նվիրում են յետ 2004-ի օգոստոսին գնդրվի պատմական Իրանա-Հնդկաստանի Իսֆահանի այսօրվա անվանումով հայոց թեմի առաջնորդ ծառայելով 12 տարի 2006-ին Արամ առաջին կաթողիկոսի ցերամփ եպիսկոպոսական ցերնատրություն եւ օձում կստանա իսկ 2014-ին երկարամյա Փարվոկ ծառայության արի գնահատանք գարժանանա արքության դիդրոսին 2016-ի մայիսի 14-ին գնդրվի Կանադայի հայոց թեմի առաջնորդ թող ծեր առաջնորդական Ահարոնյան Կավազանը շարունակե ծաղկիլ իսկ ծեր օրտնապեր աճը դեր երկար դարիներ առաջնորդ է ու զորացնե Աստուծո հավատավոր ժողովուրդը շնորհակալություն Սրբազան հայր թույլ տվեք ընթերցեմ վարչապետ Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդի պատկամը եւ մաղթանքները Sacred Concert honoring Archbishop Papken Charian, St. Mary Armenian Apostolic Church, July 17, 2026. For more than 4 decades, he has dedicated himself to the spiritual care of the people of the Armenian Apostolic Church across Canada and around the world. He has faithfully proclaimed the Word of God while preserving the rich traditions of the Armenian Apostolic Church, which have nurtured generations of believers. Archbishop Charian, please accept my heartfelt thanks for your leadership and service over the decades. May your church continue to grow and stay strong as you serve Christ and your communities. God bless you, the Premier of Ontario, Doug Ford. Շնորհակալություն.
ողորմյան մեզ։ Այս հոբելանական հանգրվանին ուրախությամբ կշնորհավորենք ձեզ։ Այն երկարամյա եւ նվիրյալ ծառայության համար, որ Աստված կործածեց ձեր միջոցով ի նպաստ հայ արաքելական Սուրբ Եկեղեցվո եւ հատկապես Կանադայի հայոց թեմին։ Դասնամյակներ շարունակ հովվական սիրով, իմաստությամբ եւ անձնավնվիրությամբ առաջնորդած եք հայ արաքելական հոգևորներն ու հավատացյալ ժողովուրդը, քաջալերելով եկեղեցական կյանքը, զորացնելով հավատքը եւ նպաստելով մեր եկեղեցվո ու ազգի միասնականությունը։ Այս բոլորի մեջ կուրախանանք տեսնելով Աստծո շնորհքին կորձունեությունը, որ ծեր ծառայությունը օրհնության միջոց դարձուց իր ժողովրդին համար։ Պեմբիդի հրավիրեմ Արժանաբադիվ Դերդաթև ավակ Կանա Միքայելյանը, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցվո հոգապարծության անդամները, Սրբազան հայր ցեզի մեր գոմե Սուրբ Աստվածածին եկեղեցվո գոմե եւ հավատացյալներուն անունով նոր ասամը հանցնելու, որովհետեւ ծեր ասան մնա զորեղ Սուրբ Հոգիով առաջնորդվիկ եւ ծեր առաջնորդությունը նոր շուկ եւ նոր դեսք եւ նոր հմայք կստանա։ Հրամեցեք Սրբազան հայր։ Ինչպես չհուզվիլ, բայց միաժամանակ ինչպես չհբարդանալ, որ այսօր կգանքնիմ մեր ժողովրդին դիմաց ասելու, որ ծեր հարկանքը, ծեր երախտագիտությունը, այս բադիվը ոչ թե իմ դգար անցին, այլ իմ դգար անցին ընդմեջ են հայ եկեղեցվո եւ մեծի դաննգիլի գյոգաթոգոսության եւ հատկապես թբրևանքին գերտա։ Ամյակները սիրելիներ թիվեր են, մեր ծառայական կյանքի մեջ հանքրվաններ են, արժևորման արիտներ են եւ միաժամանակ մեր կամքերը բրգելու եւ նույն հավատքով, նույն սիրով մեր ծառայությունը շարունակելու, հավատարիմ մնալով Աստուծո մեր հայրերուն ուղին շարունակելու, մեր ժողովրդի արդար իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև մեր ինքնությունը անաղարտ պահող արժեքները պահպանելու հանուն քալիք սերունդներուն։ Խոր երախտագիտությամբ կուզեմ հիշել նաև իմ ծնողքս, անոնք իմ առաջին ուսուցիչներս եղան եկեղեցասիրության եւ ազգասիրության մեջ։ Շնորհակալությամբ գխոնարիմ իմ հոգևոր ծնողքիս եւ բոլոր այն հոգևոր հայրերուն արչեւ, որոնք զիս առաջնորդեցին, խրադեցին, քաջալերեցին եւ իրենց կյանքի օրինակով սորվեցուցին, թե ինչ կնշանակե դիրոջ ծառայել, դիրոջ սպասավորը դառնալ։ Իմ անգերց երախտագիտությունս կհայտնեմ նաև իմ բոլոր ուսուցիչներուս, որոնց մեջ ստացած գիտելիքները, հոգևոր դաստիարակությունը եւ ազգային գիտակցությունը մնայուն հիմնակար դարձան իմ հովվական եւ առաջնորդական ծառայական կյանքի մեջ։ Սիրով եւ հարկանքով գիշեմ իմ բոլոր նախորդները, այն նվիրյալ հոգևորականները, որոնք իրենց հավատարիմ ծառայությամբ, զոհողությամբ եւ դեսիլքով ուղի հարթեցին մեր առջև թողանոնց բարի անունը ընդմիշտ հիշվի օրհնությամբ։ Եթե մեր դերը այսօր դարձյալ հարցներ ինձի, պիտի կաս իմ ետևես, պիտի դառնաս իմ սպասավորը, իմ պատասխանը հավատացեք, հաստատակամ նույնը պիտի ըլլար այսօր ինչպես երեկ եւ ինչպես վաղը։ Այո, դեր, հազար անգամ այո։ Որովհետև իմ կյանքիս մեծակույն բադիվը ոչ թե գոչունները եղան եւ ոչ աստիճաններու հանգամանքները, ոչ ալ պատասխանատվությունները, այլ միայն ու միայն ծառայությունը։ Աղոթեցեք ինձ համար,
որ ծառայության այս ճանապարհին վրա միշտ մնամ խոնար, հավատարիմ, համբերադար եւ սիրով եւ զողությամբ լեցուն։ Խորաբեշ շնորհակալ եմ ձեր ներկայության, քննադանքին եւ դարիներու ընթացքին ձեր ցուցաբերած սիրուն շնորհակալություն։